մեր ավետարանչության բաժինն է, այս բաժինը եւ խոսքը վերնագրել եմ լավագույն աստվածաշնչյան օրինակը։ Սիրելիներ, գիտեք, Աստվածաշունչը այն եզակի գիրքն է, որը մարդուն ծանոթացնում է Աստծո բնույթի եւ էության հետ։ Թե ինչի համար է Աստված ստեղծել մարդուն եւ ինչ պարտավորվածություն ունի մարդը Աստծո հանդեպ։ Գիտեք, ողբերգությունը, երբ որ մարդ պաշտում է Աստծուն առանց հաղորդ լինելու Աստվածաշնչի հետ։ Սա այն գիրքն է, որտեղ որ նկարագրում է Աստծո բնույթը, էությունը, թե ինչի համար Աստված ստեղծեց մարդուն եւ Աստված ինչ է ակնկալում մարդուց։ Գիտեք, վերջերս ես մի հաստատություն էի այցելել գործով եւ այնքան ցավալի էր, այնտեղ դրված էին Աստվածաշնչեր ամեն մեկ սենյակում գրապահարանին, ամեն մեկի, որ այցելում էինք, ներս էի մտնում։ Աստվածաշնչերը շարված, բայց այդ Աստվածաշնչերը երևում էր, որ ընդհանրապես անգամ չէր ընթերցվել։ Միայն դրված էր այսպես թեքված, այն փոշոտ եւ երբ որ նայում էի, այնպես է սիրտս ցավում, որովհետեւ գիտեք, սա այն գիրքն էր, Աստվածաշունչը այն գիրքն է, որ մարդուն փրկության ուղին է ցույց տալիս, որ մարդուն ցույց է տալիս, թե Աստված ինչ է իրանից ակնկալում եւ ինչպես մարդը ապրի, որ Աստծո օրհնությունը, Աստծո զորակցությունը եւ վերջնական փրկությունը իր կյանքի մեջ ունենա։ Գիտեք, Տիմոթեոսին, երկրորդ Տիմոթեոսի 3:16 եւ 17-րդ խոսքերում գրված է, որ ամբողջ գիրքն Աստվածաշունչ է եւ օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու եւ ուղղորդելու մեջ, արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի համար։ Սա Աստվածաշնչի սկզբունքն է, Աստվածաշնչի խորհուրդն է, որպեսզի մարդուն ուղղորդի, մարդուն ուսուցանի, հանդիմանի, խրատի մարդուն եւ մարդուն ուղղորդի դեպի բարի գործեր կատարելու համար։ Եվ իրականում, որ ողբերգությունը, երբ որ մարդը հաղորդ չլինելով Աստվածաշնչի հետ, չճանաչելով Աստվածաշնչի խորհուրդները, իր մեջ կերտում է ինչ-որ Աստծու եւ սկսում է պաշտել նրան, հետևել նրան։ Գիտեք, տեսեք, խոսեցի լավագույն վերնագիրը, լավագույն Աստվածաշնչյան օրինակը եւ լավագույն Աստվածաշնչյան օրինակը մենք կարող ենք այնտեղից վերցնել Աստվածապաշտ լավագույն օրինակը, դա Տեր Հիսուսի կյանքի ընթացքն էր, որ ապրեց երկրի վրա եւ սովորեցրեց մարդուն, թե ինչպես պաշտել Աստծուն, ինչպես մոտենալ Աստծուն։ Գիտեք, Տերն ասում էր. Ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, Հովհաննեսի ավետարանում։ Ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Այսինքն Տեր Հիսուսն էր այն ճանապարհը, այն ճշմարիտ ճանապարհը, որ դեպի Տերն է տանում, որ դեպի Աստված է տանում։ Գիտեք, կարդալով ավետարանը եւ առաքյալների թղթերը ես այնքան տպավորված եմ Տեր Հիսուսի սիրով։ Տեսեք, հովիվը անդրադարձավ Հովհաննեսի 15-րդ գլխում, որտեղ որ արտահայտում էր Տերը, թե ինչպիսի սեր ունի մարդու հանդեպ, եւ ես նույնպես պետք է կարդամ, որովհետեւ դա իմ ընթերցողության բաժնում է, Հովհաննես 15-րդ գլուխ 13 եւ 13-ից 15 խոսքերը։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչը պատվիրում եմ ձեզ։ Գիտեք, բարեկամ ասվածը բարին կամեցող, դիմացինի հանդեպ բարի կամեցողը։ Տեր Հիսուսն ասում էր. Իմ լուծը վերցրեք ձեր վրա եւ ձեր հոգսերը ինձ տվեք, որովհետեւ իմ լուծը, ասում էր, քաղցր է եւ թեթև, եւ որն է
Քրիստոսի լույսը։ Քրիստոսի լույսը այն է, որ կորածին գտնել, փրկել եւ ապրեցնելը, որոնել, գտնել եւ ապրեցնելը։ Եվ դա Տեր Հիսուսը ոնց որ ասած մեզ է տալիս։ Գնացեք ամբողջ աշխարհը, ինչպես Տիրոջ խոսքն էր ասում, ամբողջ աշխարհը ավետարանեք։ Եվ ով որ հավատա, կփրկվի։ Եվ այս հանձնարարականը Տերը տվեց մեզ աշակերտներին։ Տերը տվեց իր հետևորդներին։ Եվ տեսեք, ասում է դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչը որ ես ձեզ պատվիրում եմ։ Այսինքն մենք մտնում ենք Տիրոջ պատվերի կատարման այդ դաշտի մեջ, որովհետև մենք բարին ենք կամենում Տիրոջը։ Մենք ուզում ենք, որ Տիրոջ սիրտը ուրախ լինի։ Մենք ուզում ենք, որ Տիրոջ այդ հանձնարարականը, որ տալիս է մեզ, կատարվի, որպեսզի բոլորը գտնեն փրկություն, հավիտենական կյանք, որովհետև բոլորի համար Տեր Հիսուսը իր կյանքը տվեց։ Գիտեք, ինչպես հայտնեց Աստված իր սերը մարդկանց նկատմամբ։ Հռոմեացիների 5:8-ում գրված է, որ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղքերով էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Սա Աստծո սերն էր։ Եվ որ մենք մեր մեղքերի մեջ խորացած անգամ չենք էլ հասկանում, որ մեղավոր ընթացքը մեզ դժոխք է տանում, այդ ժամանակ մենք փրկություն ունեինք Քրիստոսի միջոցով, որտեղ Քրիստոս արդեն մեր մեղքերի համար վճարել էր։ Եվ մեզ մնում է որպեսզի հավատանք նրան, մոտենանք նրան եւ ապաշխարությամբ եւ զղջումով իրեն կանչենք մեր կյանք որպես Տեր ու Փրկիչ։ Տեր Հիսուսը իր սերը մեր հանդեպ արտահայտեց խաչի չարչարանքներով, սիրելիներ, տառապանքներով եւ անարգանքով, որպեսզի մենք նրա միջոցով ունենանք փրկություն եւ հավիտենական կյանք։ Առաջի Պետրոս 2:24-ում գրված է. Նա մեր մեղքերն իր մարմնով խաչապայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Դուք նրա վերքերով բժշկվեցիք։ Մենք նրա վերքերով բժշկված ենք։ Նա մեր մեղքերի պատիժը արդեն վճարել է, սիրելիներ, եւ մեզ մնում է, որպեսզի հավատարմորեն ընթանանք այն ճանապարհը, այն ուղին, ինչը որ Տեր Հիսուսն է ակնկալում մեզանից, ինչը որ Տեր Հիսուսի պատվիրանն է։ Գիտեք, դժվար է ապրել առանց Հիսուսի։ Ես երբ որ ապաշխարեցի եւ դարձի եկա, եւ հետագա որ նայում եմ իմ անցած կյանքը, որքան ողբերգալի էր, երբ որ Տիրոջը չէի ճանաչում, որովհետև այն մեղքերի ծանրության մեջ, այն անհնազանդության ընթացքի մեջ ապրելով բնականաբար մարդը չի հասկանում, որ ինքը մեղավոր ընթացքի մեջ է եւ երբ որ կանգնի Աստծո առաջ, բնականաբար մենք չգիտենք մեր օրը երբ կանգնենք Աստծո առաջ, բայց երբ որ կանգնի Աստծո առաջ, ինչ է պատասխան տալու։ Իր մեղքերի համար ինչպես է նա վճարելու։ Եվ Քրիստոսի արյունն է, սիրելիներ, որ մաքրում է մեր մեղքերը։ Հետևաբար մեր կյանքի ամեն մի ընթացքը, ամեն մի ոլորտ բնագավառ պետք է հանձնենք Տեր Հիսուսին, պետք է հանձնենք Քրիստոսին, որտեղ նա մեր համար հոգ է տանում, սիրելիներ։ Եվ երբ որ դարձի եկա ապաշխարեցի, այդժամ այնքան հասկացա այն ծանրությունը մեղքի, որ մարդկանց ուսերին դրված այդ բեռը ծանրության։ Եվ առաջարկում եմ, որպեսզի աղոթենք այն մարդկանց համար, ովքեր որ չեն ճանաչում Քրիստոսին։ Որպեսզի Տիրոջ սերը, փրկությունը, փրկարարած շնորհը նրանց նույնպես այցելի, որտև բոլորն ունեն փրկության կարիք։ Ամեն մեկ մարդ ունի փրկության կարիք։ Եվ այդ փրկությունը Տեր Հիսուսի միջոցով է։ Խնդրեմ, կանգնենք եւ աղոթենք
այդ մարդկանց համար։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք քեզանից, գոհանում ենք Տեր, գոհանում ենք այս միաբանության համար, Տեր, քո առաջ ենք բերում այն մարդկանց, Տեր իմ Աստված, որոնք որ չեն ճանաչում քեզ, հեռու են քեզանից, իրենց մեղքի, իրենց անօրենության ընթացքով, Տեր իմ Աստված, ընթանում են, անգամ իրենց միտքը փակ է, որ նրանք սխալ ընթացքի մեջ են քո առաջ։ Խնդրում ենք, Տեր, մեր ժողովրդի, մեր երկրի բնակչության, Տեր, ամեն մեկ մարդու համար, որպեսզի բացես նրանց միտքը, հոգու աչքերն ու ականջները, Տեր, որ տեսնեն, Տեր, եւ զանազանեն մեղքը ճշմարտությունից, անօրենությունը արդարությունից, Տեր, եւ մենք գիտենք, որ մեղքը դա գարշելի է քեզ, Տեր, եւ այդ ընթացքով ընթացող մարդը, Տեր իմ Աստված, թշնամություն է անում քո հանդեպ։ Խնդրում ենք, Տեր, որպեսզի իմաստություն տաս ամեն մեկին, շտկի իր ճանապարհը, Տեր, դեպի քեզ դառնա, թողի իր վատ ընթացքը, մեղավոր ընթացքը, Տեր, եւ փնտրի քո երեսը, որովհետեւ քեզանով է ճանապարհը, քեզանով է ճշմարտությունը, քեզանով է կյանքը, Տեր, եւ ցանկանում ենք, որ ամեն մեկը գտնի այդ ճանապարհը, ճշմարտությունը եւ հավիտենական կյանք ապրի։ Քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։